Ստամբուլյան բանակցություններից հետո Ուկրաինան պատվիրակություն է ուղարկել Վաշինգտոն։ Այն գլխավորում է երկրի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ինչպես նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Ուկրաինական կողմի տվյալով այցի օրակարգում են հակառուսական պատժամիջոցների խստացման, պատերազմի ընթացքում Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի, պաշտպանության ոլորտում Միացյալ Նահանգների հետ գործակցության հարցեր։ Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ Մոսկվան ևս կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Դմիտրի Պեսկովի խոսքով Թրամփ-Պուտին շփումներ հնարավոր են, եթե նման անհրաժեշտություն լինի։ Սակայն ըստ ռուս պաշտոնյայի Պուտին-Թրամփ-Զելենսկի բանակցությունների հնարավորությունը մոտ ապագայում քիչ հավանական է։ Ուկրաինական կողմը հարվածել է Ղրիմի կամրջին, տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Սա Ղրիմի կամրջի երրորդ թիրախավորումն է, այս անգամ ստորջրյա։ Նշվում է, որ այժմ կամուրջը գտնվում է վթարային վիճակում։ Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ գործողությունը նախապատրաստվել է մի քանի ամիս, իսկ Ղրիմի կամուրջը օրինական թիրախ է, քանի որ օգտագործվում է զորքեր տեղափոխելու համար։ Ավելի վաղ ուկրաինական ուժերը երկաթուղային ենթակառուցվածքներ էին պայթեցրել Բրյանսկի և Կուրսկի մարզերում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն տեղի ունեցած նահաբեկչություն է որակել։ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին միջուկային հնարավոր նոր գործարքի շրջանակում զբաղվել ուրանի հարստացմամբ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը շեշտել է, Իրանին վաղուց էր պետք կանգնեցնել։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտնել է, որ Վաշինգտոնն Օմանի միջոցով փոխանցել է միջուկային գործարքի հետ կապված ամերիկյան առաջարկները։ Աբբաս Արաղչիի խոսքով Թեհրանն առաջիկայում կպատասխանի դրան։ Մեր արձագանքը կձևավորվի հաշվի առնելով Իրանի հիմնարար դիրքորոշումներն ու շահերը, ընդգծել է դիվանագետը։ Նա շեշտել է, Իրանը շարունակելու է զբաղվել ուրանի հարստացմամբ և եթե այդ իրավունքը չհարգվի, համաձայնության մասին խոսք լինել չի կարող։ Ավելի վաղ Իրանի նախագահը մեկնաբանելով միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը հայտարարել էր, որ պատժամիջոցները չեն ստիպի Թեհրանին ենթարկվել արտաքին ճնշմանը։ Մասուդ Փեզեշքյանը հիշեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է և իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության և բժշկության ոլորտներում։ Նախագահը հավատացրել է, միջուկային զենք ստեղծելու նպատակ չունեն։ Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում, Գազայի մարդասիրական հիմնադրամի աջակցության տրամադրման կետի մոտակայքում։ Գազայի առողջապահության նախարարության տվյալով 27 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Նշվում է, որ նրանք խաղաղ բնակիչներ են եղել և սպասել են հումանիտար օգնության։ Ցահալը հայտնել է, որ թիրախում են եղել կասկածելի անձինք, որոնք չեն արձագանքել իսրայելցի զինվորականների նախազգուշական կրակոցներին։ Նման միջադեպ էր արձանագրվել նաև հունիսի 1-ին, վիրավորվել էր շուրջ 200 մարդ, զոհվել 30-ից ավելին։ Գազայի շրջափակման հետևանքով տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է ստեղծվել, հաղորդվում է սովամահության դեպքերի մասին։ Միջազգային հանրությունը կոչ է անում Իսրայելին չխոչընդոտել հումանիտար մատակարարումները։ Իսրայելը սակայն պնդում է, թե Համասը գողանում է մարդասիրական բեռները, պահանջում բաշխման նոր մեխանիզմ մշակել։ ԱՄՆ միջնորդությամբ Համաս-Իսրայել հնարավոր բանակցությունները ևս ձախողվել են։ Կողմերը մեղադրում են իրար հրադադարի հաստատման անիրատեսական պահանջներ ներկայացնելու համար։ Նիդերլանդների վարչապետը հրաժարական է տվել, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ծայրահեղ Աջակալ ազատություն կուսակցությունը հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Ակնկալվում է, որ երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազատություն կուսակցությունը լքում է իշխող կոալիցիան միգրացիոն հարցերում տարաձայնությունների պատճառով։ Կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսի խոսքով նա ընտրողներին խոստացել էր խստացնել ապաստան տրամադրելու քաղաքականությունը, սակայն նրան խանգարել են դա անել։ Վարչապետը ավելորդ և անպատասխանատու է որակել Վիլդերսի որոշումը։ Հատկանշական է, որ Նիդերլանդների նախորդ կառավարությունը ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի գլխավորությամբ նույնպես հրաժարական էր տվել ներգաղթի հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Միացյալ Նահանգները կարևորում է Ադրբեջանի հետ գործընկերությունը և ակնկալում է զարգացնել շփումները էներգետիկ ոլորտում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին Սպիտակ տան ղեկավարի ուղերձը փոխանցել են պետքարտուղարությունից։ Վերջին 30 տարվա ընթացքում մեր երկրները կառուցել են չափազանց արդյունավետ գործընկերություն ածխաջրածնային ոլորտում։ Համակարծիք ենք, որ բնական գազը կարևոր դեր կխաղա աշխարհում էներգետիկ աճող պահանջարկը բավարարելու գործում, նշել է ԱՄՆ նախագահը։ Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները և Ադրբեջանը համատեղ ուժերով կհասնեն ավելի մեծ էներգետիկ անկախության, տարածաշրջանային կայունության և տնտեսական աճի։ Դիանա Գասպարյան, լուրեր։